Ժողովուրդը նենց էի մրսել տունը, խելնեմ մի քիչ տաքանամ, ես բերեմ ես տեղասել բանը սրանք լվանամ, խեսով այս տրակտորիստ Սիմոնչիկը, այսով երևի իմ ամուսինն է, գիտեք, տրակտորիստ Սիմոնը, երեխեք ես ինչ լավ եղանակա, ուղղակի հրաշք, а это ваша Анаиточка, уставшая. Մի քիչ որ նստեմ խոմչեք եղանա, ես ինչ հրաշք է երեխեք, Երեխեք նենց եմ մսել, դուրսեմ եկեմ կշտապում, մեջքուս պամ արևին, մի աջուր խնեմ, տունն ես սուրտ է, հոգնեցի, մենակ իմ խոհանոցի Արմագեդոնը տեսնեք, գնացին կերան լավ, շատ ուրախ, ինքան շատ էին կերել, չէին կարողանում շարժվեին, այս տրակտորը ինձ թվում է քաղաքապետարանի տրակտորն է, այս քաղաքապետարանի տրակտորը ինչի պետք է մեր ծառերը դրսից, կարող է սերշն է, երևի թե ես մարտ ամիսը չդադարացնեմ մի քիչ, մի քանի մի շաբաթ, երկու շաբաթ դադարացնեմ բլոգները, չեմ հասցնի, չեմ ուզում շատ լարված, մոտից լարվածություն լինի, իրեմ ամբողջ շաբաթը ես աշխատելու եմ շաբաթ օրը և շաբաթ օրն անձրև է գալիս, դուք պատկերացնում եք, Սիրելիներս Անահիտочկան դուրս եկավ, գնում եմ քրոջս տուն, կուրասեցի, հիշեցի, սիրելիներս, ես գիտեմ, որ հարցեր եք տալիս, այսօր ինձ մեկը հարցեր տրվել, Անահիտ, ձեր չորրորդ քույրը այդտեղ է ապրում, երեխեք չորրորդը ես եմ, ես քույրերի ամենափոքրն եմ, մենք բոլորս այստեղ ենք ապրում, Ֆրանսիայում ենք ապրում, իմ երրորդ քույրը, ես ձեզ ասեմ, ինքը չի ցանկանում նկարվել և եղբայրս նույնպես, ես դրա համար չեմ նկարվում, երեխեք, մարդիկ ազատ են ցանկանում են նկարվել կամ չնկարվել, դա իրենց գործն է։ Կապ չունի քույր, թե եղբայր, դա կապ չունի ընկեր, թե բարեկամ, պետք է հարգեք մեկս մեկին։ Ուրեմն ես այսօր 5 շաբթի է և բլոգը դրեցի և վերնագիր գրեցի, որտև ես ասեմ ձեզ իմ գլուխը խառն է, քանի որ ես վերցրեցի, ինչպես տեսակ, երկրորդ հավաքածուն, կոշիկները և իմ համար մի քիչ դժվարանում է։ YouTube-ի մոմենտը դժվարանում է և ես դրա համար հարց էի տվել ձեզ, ժողովուրդ ջան, վերցնեմ արձակուրդ, թե ոչ։ Արդյոք գիտեմ, որ շատերը կան, շատերին ճանաչում եմ, գիտեմ, որ անհամբեր սպասում եք իմ բլոգներին, շատերը անգամ Instagram-ով եք գրում, որ Անահիտ, քո բլոգները իմ համար թերապիա է, մայրիկի խոսքը և այլ և այլ։ Ես շատ ուրախ եմ դրա համար, բայց չգիտեմ, չեմ ուզում, ես էլ եմ վախենում ձեզ կարոտել, ես էլ եմ վախենում, ինձ թվում է, թե որ մի շաբաթ, երկու շաբաթ ձեզ չտեսնեմ, ինձ թվում է, թե ընդհանրապես էլ ձեզ չեմ տեսնի, չգիտեմ ժողովուրդ ջան, մտածում եմ, գիտեք ինչ, ես երևի թե քանի որ բավականին շատ նոր հետևորդներ կան, ես հին բլոգներից կտրտեմ, կդնեմ, որ մի քիչ նայեք, հիշեք, մինչև Անահիտը վերադառնա, այդ ձևով կարող եմ միայն վերցնել արձակուրդ, որովհետև սիրելիներս, այս շոֆաժն չեմ միացրել, բավականին զբաղված եմ, բավականին, ես ինչա։ Այդ կոշիկների հավաքածուն վերցրեցի և ահագին բարդացավ իմ գործը։ Երկու ֆրոնտի վրա եմ աշխատելու, որ ասեմ դժվար է, ես շատ եմ սիրում այս աշխատանքը, բայց
ամեն դեպքում ինտերնետային օրդինատոր on-line եւ այլն այդ ամեն ինչը կազմակերպել եւ չհաշված տունը մեծ տուն է ես մենք Կիրակի օրը Երևանից Հայաստանից հյուր ունենք ես շատ եմ սպասում անաբեր մայրիկը նույնպես կտեսնեք թե ով է բոլորը ճանաչում եք իհարկե նրանք ովքեր հետևում են արդեն 2 տարի է մեզ ինձ երեխեք շաբաթօրը լրանում է մեր 2 տարին 2 ամյակը մի հատ մոմ դնեմ երևի ու ասենք happy birthday YouTube joyeux anniversaire YouTube շնորհանդը շնորհավոր սիրելի YouTube որ մենք կարողացանք ճանաչել ձեզ ես կարողացա ես մայրիկս իմ ընտանիքը կարողացանք ճանաչել ձեզ եւ ինչքան շատ մարդ ես ճանաչում այնքան հարուստ ես իմ համար հարստությունը դա է սիրելիներ դրա համար давайте жить дружно Հիմա տեսնենք վերնագիրը գրել եմ, տեսնենք ինչ կասեք, ինչ կպատասխանեք, արդյոք ուշադրություն կդարձնեք վերնագրին, որտեղ գիտեմ շատերը ըստ վերնագրի են բլոգներ նայում, բայց չեմ թաքցնում, որ ես չեմ սիրում խաբել եւ գրել վատ վերնագրեր, որոնք որ ճիշտ չի Գիտեք այսօր ինչ է մտածում Instagram-ն էի նայում, դες թերթում էի մի քիչ ասի հանգստանամ, մինչև գնալը դուրս գալը տանից, այնքան շահամոլ մարդիկ կան, որ ինչ ասեմ, որ ռեկլամ են, չէ՞, եթե այդ մարդկանց այսինքն էկրանից հետևից ճանաչում ես, թե ով է շահամոլ, ով է փողի հետևից ընկնում, ով է ասենք ինչ որ մի ռեկլամանում, որ դրանից ինքը ստանա, թեկուզ մարդուն է ռեկլամանում, ինչ որ մեկին, երեխեք Ես որ ձեզ ասում եմ խոսքի Ինան շատ լավն է, Ինան անգամ չգիտեր, որ ես իրան գովացել էի։ Ասենք ասում եմ Մարիամը շատ լավն է, Մարիամ Արզոյանը, ասում եմ բանը այդ մեր սիրելի Ռուբինան շատ լավն է։ Իրանք ինձ ոչ ես իրանցից օգուտ չունեմ, բայց մարդիկ կան, որ գովում են այն մարդկանց, ումից օգուտ ունեն։ Դա ահավոր է, տանել չեմ կարողանում։ Ինչ ասեմ, ես որ մարդասեր այդքան մարդ եմ սիրում, շատ մարդասեր անձնավորություն եմ, ընկերասեր, այդ մարդկանց տանել չեմ կարողանում։ Դե լավ, հասա երեխեք ջան։ Բարի լույս սիրելիներս։ Այ հիմա բարի լույս, քանի որ կինո լսում եք, վիդեո էի նկարահանում, ուրեմն շորտ էի նկարահանում, հարցերին պատասխանեցի։ Ռուբեն Հախվեդյանի երգը հիշեցի բարի լույս կուկլամարուս բարի լույս սիրելիներս գնացի փոխվեցի շորտ էի նկարում մազերս մի թեթվակի սարքեցի քանի որ ես այսօր ունեմ ես հյուրեր մի հատ ձեր բոլորից սիրած մեր հիշողությունների Անահիսը ինչ բրասլետ դնենք այսօր որպեսզի գեղեցիկ լինի եկեք սա դնենք ինչի է սա ուզում է թե սա չդնենք դե լավ սա դնենք հեշտ ասա սիրելիներս հուսով եմ որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է ինչպես շորտի մեջ ասեցի ձեր Անահիտը բավականին զբաղված է Եվ բացի նրանից, որ աշխատանքս է սկսել, նաև ինձ մեզ ասել է արդեն, մեզ հյուր է գալիս մեզ շատ մոտիկ բարեկամը Հայաստանից։ Եվ մենք շատ ուրախ և սպասում ենք Սյուխտու մայրիկը։ Եվ ես հիմա ունեմ մի քիչ գործեր, ուզում եմ մի քիչ տունը դասավորեմ, 3 ամբողջը վերջացրեցի, արեցի, բայց ամենակարևորը մնաց դա խոհանոցի պատուհաններն են։ Հիմա գնամ Ռոբերտովիչին դնեմ խոհանոցի պատուհանի վրա, Դեվիդ խաների վրա եւ ինքը տղմակի այդ ընթացքում ես մի հատ պիլասոս անեմ, հատակը լվանամ, չնայած մտածում եմ այսօր հատակը լվանալու մոմենտով երեք եմ լվացրել, քանի որ այսօր ահագին հյուրեր ունեմ, կգնան նոր հետևներից կլվանան, որտեղ իրենք անդադ վատ են զգում, ասում չէ, մի վատ զգացեք, ամբողջը մաքրվում է։ Ինչպես բլոգում ասեցի, շորտի մեջ ասեցի, երեխեք ջան, եթե հանկարծակի կտեսնեք ձեր Անահիտը մի քանի օր բացակայում է, ուրեմն ինքը բավականին կամ զբաղված է, կամ ինչ-որ հանգամանքներ կան բացակայելու։ Այսինքն ես ձեզ չեմ թողնի առանց բլոգների, անգամ եթե շատ զբաղված լինեմ, կաշխատեմ հաճախականությունը հանել եւ
բնականաբար որ բոլորիս համար լավ լինի։ Հիմա ես պիտի անկողինը փոխեմ այս սենյակի լրիվ պատրաստեմ իմ հյուրի համար եւ ուրեմն լվացք ունեմ, գնամ լվացքը նախորդ գցեմ, նոր կամ անցնեմ գործի։ Վաղը լրանում է մեր 2 տարին սիրելիներս, դուք պատկերացնում եք ամսի 28-ին լրանում է 2 տարին եւ այդ 2 տարին սիմվոլիկ տարի դարավ մեր համար, որ մենք իրար ճանաչեցինք։ Դե ինչ սիրելիներ, շատ չխոսամ, ինձ հագին գործ է սպասում։ Գնացինք վիզս էլ բռնվել է մի ահավոր ձևի։ Ստարս նիրադես երեխեք ջան, ստարս նիրադես։ Հիմա ես տեսնում եմ երիտասարդ բլոգերներին, չնայած երիտասարդ բլոգերներն ավելի շատ են լացում խոսքը մեր մեջ, երեխեք ջան, խոսքը մեր մեջ է, բոլորն են լսում, ավելի շատ են լացում, ավելի շատ են թնգում։ Ստեղս ցաված, ընդեղս ցաված։ Խնդրում եմ օգնեք, խնդրում եմ տվեք։ Քիչ գորոս եղեք, գորոս սիրելիներս։ Եվ այդ մարդիկ, ովքեր լացում են, ողբում են, ունեք, ես տեսնում եմ, որ ունեք, ամեն ինչ էլ ունեք։ Չի կարելի այդքան մարդկանց հիմարի տեղ մի դրեք, մարդիկ բոլորը հասկանում են։ Այն որ հեռվից խոսում են, հասկանում են։ Գնացինք ժողովուրդ ջան, գնացինք ձերանայի ջան, գնացինք լվաց կատուն, սիրելիներս։ Ժողովուրդ ջան, եկա այս սենյակ։ Եկանք սենյակ եւ հիմա տեղերն եմ փոխում, խոհանոցը ամբողջությամբ հավաքեցի, հիմա ինձ մնում է միայն զալը բերեմ մի հատ փոշիները վերցնեմ, ես մեջտեղ ինչ ասես, Հարգանքներս բոլոր հյուրանոցի աշխատողներին, հարգանքներս նրանց, ովքեր մաքրում են տները, հարգանքներս սիրելիներս, ամենայն ազնվությամբ հարգանքներս, դա մի աշխատանք է, որը որ պիտի ասեմ ձեզ շատ ավելի բարդ աշխատանք է, քան շինարարությունում աշխատել։ Նենց որ Եթե կունենաք ձեր տան մաքրուհիներ, մաքրողներ, հարգանքով վերաբերվեք հետները, հարգանքով վերաբերվեք, գիտեմ, որ շատերը ընենց են իրանց պահում, ոնց որ դա տենց պիտի լինի։ Շատ դաժե մեկ կինոներ ենք նայում, ասենք, որ այդ տիպի, ասենք, մաքրում են իրենց գուվերնանտները եւ այլն, կոպիտ են հետները վարվում։ Քիչ ամնում մտնում կինոյի մեջ նրանց մազերը պոկ են, տանել չեմ կարողանում, մեկ կան գալիս են մաքրություն են անում տները, մեկ էլ այդ տվյալ անձնավորությունները նենց են քիթում բռուտ անում, նենց են այդ խղճերին բանը դու ասա անում ինչա անպատվում, լավ չես մաքրել, ես ինչ այս պատուհանի վրայի կեղտը, փոշին, գիտեք երեխեք մի բան ձեզ ասեմ, յուրաքանչյուր մարդ նեղության մեջ ամեն ինչ էլ կանում։ Ես անձամբ ամեն ինչ էլ կանեի։ Անգամ ասում եմ ձեզ, որ փառք ես ունեցել, աշխատել ես, եղել ես ճանաչված մարդ, ինչ-որ վայելքներ ես ունեցել, ավարտել ես ինստիտուտ, բայց գալիս է մի մոմենտ, որ դու բանը, ինչա, եկել ես մի երկիր եւ ոչինչ չես կարող անել, շատ մարդիկ կան, շատերին եմ ճանաչում, որ ամեն ինչ են անում են եւ դա ամոթ բան չի։ Այստեղ Ֆրանսիայում գիտեք ինչ են ասում, աշխատելը ամոթ չի, չաշխատելն է ամոթ։ Եվ ամեն աշխատանք էլ ունի իր գնահատականը։ Բերեմ պատողներն էլ լվանամ, երեխեք ջան։ Մեր ջերի մեջ այդ կարկեղը մի ահավոր է, ահավոր, չեք պատկերացնում։ Հայկեմ, որ սկվազնակ չանի, դերա գլուխները չցավասնեմ, ես շարունակեմ իմ գործը։ Ահա, այս սենյակը հավաքեցի, պատուհանները ամբողջը մաքրված է,
Այս սենյակը ամենաարևոտ սենյակն է, երեխեք։ Երեկոյան մինչև ժամը քանիսը արև է այս սենյակը։ Ճիշտ ասած Սերժին ասեցի արի փոխենք սենյակը, այս մեծը վերցնենք, բայց չգիտեմ ինչի մենք սովորենք մեր սենյակին։ Դե բնականաբար բոլորն է մերն է, հարցը դա չի, բայց կարող է մի գեղեցիկ օր փոխեմ, գիտեք սենյակը։ Սա լավ մեծ է, համահճակալս բերեմ այստեղ, այս սենյակը տեղափոխեմ այն կողմը։ Բայց սովորենք մենք մեր սենյակին, այն կողմը ավելի հով է։ Այս կողմը բավականին շոք է լինում, բայց էսի ավելի հարմար է։ Դե ինչ, գնացինք երեխեք ջան։ Եկեք վայելեք ձեր Անայի դիչկայի հետ այս հրաշալի եղանակը։ Ես ժամանակ չեմ ունենում, ձերքը չի ասնում, այս կողմը մաքրեմ։ Մեկ զանգ, մեկ զրնգոց, մեկ դրնգոց։ Սես ցավան, տեսնում եք, դաժե այս բոթացները, որ ինքը բավականին ուժեղ բրենդ է եւ շատ կոմֆորտ ունի, բայց արյուտես, որ ցավացնում է սիրելիներս։ Լվացքը, որը որ չորացնելուն է, պտտվում է, իսկ որը որ չի գնում չորացնող մեքենա, խդդվում է։ Փրվում ենք, որպեսի չորանա։ Բնական ձևերում է։ Սիրելիներս, այսօր շորտ էի գցել, բայց արյուտես, որ շորտը բլոգի է տարածվել, դե ոչինչ, որովհետև 3 րոպեից երևի մի վայրկյան ավել է, ոչինչ, 3 րոպեանուց բլոգ եք նայում, սիրելիներս, ներող եղեք, սովոր չեք Անահիտի բլոգները կարճ, բայց ոչինչ, տեսնեմ, եթե շատ դիտողներ լինի, միգուցե կարճ գցեմ սրանից հետո։ Թրջունով, սիգրեմ կատվի ձայն է։ Ես դեռ չեմ հասցրել զալի հատակը լվանալ, մի քանի պատվերներ ստացա կոշիկի և ուրախ եմ, որ դրանք պատվիրեցի, որտեղ ձեզ ասեցի, չէ, բոթասներ չէին ուղարկել, իսկ ես բոթասների, ժողովուրդը բոթաս են սիրում ավելի շատ։ Տղաս մայկան ամորած եմ օրնեմ դրա կյանքին, ոչ, հեսա գալիս են մեր շապատ, հեսա օրեր արդեն երկար էլ ատակա օրերը, հաճախակ են գալու։ Որ ուրախ լինեն, երջանիկ լինեն, կապ չունի թե երեխաները որտեղ են ապրում, կարևորը որ մենք տեսնենք, լսենք, որ իրենք լավ են, մենք արդեն մեզ լավ ենք զգում, երեխեք ջան։ Ասեք սխալ եմ ասում։ Գնենք այստեղ, քանի որ սա պետք է հետո հաղորդի մեջ է։ Voilà։ Գնացինք։ Մեր հետևորդուհիներից մեկը ինձ գրել էր, որ Տիկին Անահիտ ջան, ես շատ ուրախ եմ, որ դուք այդ հարցը տվել եք, որովհետև դա ինձ ավելի հեշտացնում է այն գործը, որպեսզի ես ձեզ ցույց տամ իմ փոշեկուլը եւ ինչ եմ գնել, ինչի վրայով եմ փոշմանել եւ ինչը արժի, ինչը չարժի։ Ուրեմն լսեք ձեզ ինչ եմ ասում, շատերը եք հարցնում Անահիտ, Տիկին Անահիտ, ձեր փոշեկուլի բրենդը։ Ուրեմն, երեխեք ջան, այս փոշեկուլը կազմված է մի քանի աքսեսուարներից։ Մի քանի աքսեսուարներ, որը որ, ասեմ ձեզ, վաճառվում է ամբողջն իրար հետ, եթե չեմ սխալվում, չեմ ուզում ինչ-որ մի սխալ բան ասել, ընդհանուր արժե 1500, 1600 անգամ կա որ պատուհան լվանում եւ այլն, երբ որ ես գնացի ժողովին, ասեմ որ շատ հեշտությամբ մաքրվում է, դայող պիտի մաքրեն, որովհետեւ կպնում ասենք որ տակերը մցնում ենք, խազեր ալու, հետո խազը մաքրվում է։ Ուրեմն Կոբոլտ, այս ֆիրմա Կոբոլտ է։ Որվերք։ Ուրեմն այս որվերքը երեխեք ջան ունի երկու ապարատուրա, մեկը փոշեկուլ, լվացնող եւ այլն, մյուսը թերմոմիքսը։ Իմ այդ հրաշալի ռոբոտ ճաշի ապարատը։ Ճաշի որն ամեն ինչ խմորեղեն, ճաշ, աղալ եւ այլն։
Ուրեմն, երբ որ մենք ժողովին ներկա ենք, ես այդ աղջիկը շատ բառատին է արեց, այսպես ասած, եւ ես ճիշտ ասած որոշեցի սա էլ գնեմ, ասեց մեքենան շատ լվանում է, եւ անգամ մատրասի համար կար կլորբան, բայց սա ասեց շատ լավ, ասեց անկյուններն է հանում եւ այլն եւ այլն։ Սա պիտի մի հատ հանեմ մեջից բաները հավաքել։ Գնեցի, հավատացի, գնեցի, բայց փոշմանել եմ սա։ Նրանք ովքեր կցանկանան գնել այս փոշեկուլը, ձեզ լրիվ ամբողջությամբ ասեմ, սա պարտադիր է, սա եթե մենակ սա եք գնում առանց այս լվանալու եւ ավլելու գլխիկով, արժի 700 թե 800 եվրո։ Բայց եթե դուք ունեք հարմարություններ, ունեք ուրիշ ռոբոտ, որը լվանում է ձեր հատակը, կարող եք այն գնել առանձին։ Բայց ես ինչու գնեցի սա, ասեմ ձեզ։ Նախ սրա լավը որն է, սա ունի գլխիկ, սա, և ունի սա։ Սա սիրելիներս, մենք գցում ենք մեքենայի մեջ, ամեն լվանալուց հետո գցում ես մեքենայի մեջ և այն լվացվում է շատ հեշտությամբ։ Ուրեմն, այ այսպես դնում եք, այ այսպես, նայեք, տեսեք սա, և այս բանի պլաստմասայի վրա գցում եմ գետնին, տեսեք։ Ուրեմն, լավը սրա, սա կարող եք դուք առանց նյութի լվանալ, ուղղակի ջուր լցնեք և վերջ։ Վաճառվում է նաև իր հետ իր նյութը, որը որ հետո մարդիկան միայն դա են օգտագործում, ես անձամբ դա չեմ օգտագործում։ Ես օգտագործում եմ իմ նյութը, որը որ գնում եմ մեծ սուպերմարկետներից, շատ քիչ եմ լցնում, որ ուղղակի հոտը լավը լինի, լիմոննի, լցնում եք ջուրը մինչև այստեղ, փրփուրը շատ քիչ պիտի լինի, որ չփրփրի, դնում ենք մեջը, սա ավելն է երեխեք ջան, ավելը ունի 3 ուժ, կա ցածր, միջնեկ և շատ հաստ, այստեղ կա լույսեր, այստեղ, երբ որ համամ, եկա, երբ որ լույսը ինքը կարմրում է, ուրեմն նշանակում է ինչ-որ միտեղ իր ուժը չի տալիս, այսինքն են հաստ խալիների մեջ ինքը կարող է ուտի, դրա համար ինչ եք անում, երբ որ հաստ խալին ես պիլասոս եմ անում, ոտքով այս կանանչ կետիկը սխում եմ 2 անգամ, ամբողջությամբ հանում եմ և թողնում եմ միայն փոշեկուլի այն մասը, որ ինքը խալին կլանում եմ։ Սա սիրելիներս, արդեն եթե ես իմ հատակը այդքան շատ կեղտ փոշի չկա, այսինքն ուղղակի փոշի է, ես սա չեմ օգտագործում, երբ որ խալին չեմ անելու։ Օգտագործում եմ սա, հանում եմ սա, մտցնում եմ սրա մեջ, դնում եմ այսպես, տեսեք սիրելիներս, վալա, ճտած, տեսեք, վերջ, արդեն կպա, սրա լավը նա է, որ դու կարողանում ես կանգնացնել նաև այսպես։ Եվ սա մաքրում է, հանում է փոշին և նաև լվանում։ Լավ, այս երկուսը պետք է գնեք, սա երկուսն իրար հետ 1200 է։ Սիրելի իմ հետևորդուի ջան, հուսով եմ, որ պատասխանեցի ազնվորեն հարցը։ Փոշմանել եմ, որ գնել եմ սա։ Սրա հետ միասին ես տվեցի 1400, չարժի, իմ կարծիքով չարժ է սա, որովհետև այդքան լավ չի ինքը փոշին հանում է մեքենայի մեջ, մատրասը և այլն և այլն։ Ձիվանները մաքրում է, բայց ձիվանների համար չարժ է դա։ Ձիվանը կարող եք նաև, այսպես փոքրիկ են բանից, որ արել եմ այդ Ամազոնից, սա կարող ենք սրանով էլ անել, շատ հեշտ և շատ հարմարավետ, մի քիչ շուտ է զարյատկայից ընկնում, բայց իր գործն անում է դարակները և այլն և այլն։ Այնպես որ սիրելիներս, եթե հարցեր կունենաք, ինչին եմ գնել և ինչին եմ փոշմանել, այո, ինչ ես գնում եմ չեմ փոշմանում, որովհետև ես 10 անգամ նայում եմ, սա, եթե ձեզ կառաջարկել այս ժողովի ժամանակ, որ գնեք ամբողջ աքսեսուարները, ոչ մի աքսեսուար չգնեք, սա, մատրասինը, պատուհան լվանալունը և այլն չգնեք, կգնեք միայն սա։ Այսքանը սիրելիները, մայրիկը ինձ ասպասում պետք է գնամ փոխին տաղամ։ Ահա իմ սիրելի հետևորդուի ջան, հիմա ես սա, ոչ մի այս տիպի փոշեկուլ, դա լինի ուժեղ բրենդ, վատ բրենդ, այս սա չի քաշի, հիմա ես նայեք, տեսեք, ես հիմա անում եմ այն 2 վայրկյանում, գնացինք։
մոռացա ձեզ ասեմ, որ պարկացված վիճակում մտնում է տակերը։ Տեսակ։ Ամենակարևորը եկել ձեզ ցույց տամ, որտեղ է տոպրակը հավաքվում։ Ահա, տեսնում եք, ես զգացի, որ ինքը արդեն լցվել է, որովհետև լույսը վառվում է։ Այս սա է, 2 ամիս ու կես է տևում։ Այս այսպես հանում ենք եւ գնում է աղբը։ Հիմա կբերեմ, նորը կդնեմ եւ ձեզ ցույց կտամ։ Ահա եւ ավարտը ցույց տամ սիրելիներս ու անցնեմ։ Տեսնում եք, չտասնում եք, փակում եք եւ եկեք ցույց տամ։ Եվ այսպես, այս ձևով դնում մեջը։ Մի վարքան մի ձևով այնքան դժվար է։ Ահա։ Եվ հիմա նայեք, տեսեք արագությունը ինչքան ես զգացի, որ ինքը մի քիչ դժվարությամբ էր մաքրում, որովհետև մեջը լիքն էր։ Voilà։ Եվ ձայնն էլ է փոխում երեխեք։ Երբ որ բլոգը ավարտում եմ եւ հավաքում եմ իրար, ուրախանում եմ, որ դուք բլոգ կունենաք։ Դե ինչ սիրելիներս, հուսով եմ, որ ձեզ դուր եկավ, հուսով եմ, որ ձեր հարցերին պատասխանեցի փոշեկուլի համար եւ հուսով եմ, որ մի քիչ կտրվեցիք ձեր առօրյայից եւ վայելեք իմ հետ այս հրաշալի բնությունը։ Դե ինչ, ցանկանում եմ ձեզ բարի դիտում, ցանկանում եմ ձեզ հրաշալի օր, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ասում պակա։ Պակա։